Արցախից բռնի տեղահանված Մասիս քաղաքում հաստատված Հակոբյանյանների տանն ենք։ Հակոբյանյանների 8 հոգանոց ընտանիքը 2023-ին Արցախից տեղահանվելուց հետո հասցրել է մի քանի տուն փոխել։ Մի քանի ամիս է հաստատվել են Մասիս քաղաքի այս տանը։ Ընտանիքի մոր Սուսաննայի խոսքով երեխաները 2 տարվա տեղափոխություններից հետո վերջապես հարմարվել եւ հաստատվել են քաղաքի դպրոցներում ու մանկապարտեզում։ 23 թվականի սեպտեմբերին սկսեց չարաբաստիկ, մեկ օրյա, բայց 100 տարվա նման, 100 օրվա նման էր այդ կռիվը։ Երեխաները դպրոցում, մեկը մանկապարտեզում, ավետը փոքր գրկից, չէ մյուս օրը մեզ հայտնեցին, պետք է լքենք Արցախը։ 2 օր կես սոված ճանապարհներին, ահավոր, դաժե ճանապարհին այդ հակայի կամուրջում ավտոն փչացավ, հենց այդ ապարատի մեջ շատ ահավոր ստրես են տարել երեխեքը։ Հակոբյանյանները 3 տղա, 3 աղջիկ ունեն։ Մեծը Ռիտան է 13 տարեկան, փոքրը Ավետիսը 3 տարեկան, ծնվել է բլոկադայի ժամանակ։ Այս առաջի մեդալն է, որ ես լավ էի բարել, իմ համար եմ տվել, իսկ այս մեդալը ես շատ լավ եմ բարել, որ ինձի բերեն։ Արվեստի տարբեր գծերով զարգացած են, մեկը դհոլ, մեկը պար, մեկը երգ, պար, բայց սա ֆինանսի հետ կապված է։ Ընտանիքի հայրը Սասունը վիրավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ, պայմանագրային զինծառայող էր Արցախում, հաշմանդամության կարգ ունի, օրերս նորից վիրահատություն է տարել, դեռ մի քանի ամիս չի կարող աշխատել։ Ընտանիքի միակ եկամուտը 6 երեխաների բնակվարձերն են եւ հոր Սասունի հաշմանդամության թոշակը։ 8 հոգանոց ընտանիք հայց գումարով պետք է 100,000 դրամ տանվարձ տա կերակրի երեխաներին, նրանց խմբակների, կոմունալ եւ հագուստի հարցերը հասցնի։ Իմ ամուսինը 20 թվականի պատերազմին 44 օրյային վիրավորվել է, ունի մի շարք առողջական խնդիրներ, նույնիսկ ունի ստամոքսի 12 մատի աղիքի խոց առաջացել, այդ դեղերից էր, թե ինչ, ու լսողության կորուստ, դե հիմա ոտքի ներվը չի աշխատում, առանց ձեռնափայտի չի կարողանա քայլել, պատերազմի հետևանքով ու մենակ այն որ մտածում ենք, մենք նստում ենք, ասում ենք, հա, այս երեխեքը ամեն մեկը մի բանի տեր են, բայց դե պիտի կարողանանք, չէ, իրանք են մամա, բա ուզում են գնանք, ուզում ենք անենք, ուզում ենք երգենք, ուզում ենք բարենք։ Ամանորի մի քանի օր է մնացել, ընտանիքը դեռ տոնածառ չի տեղադրել։ Երեխեքը շատ են ասում, բայց դե կփորձեմ կտեղադրեմ եւ երեխեքի խաթր։ Ձմեր պապի ես ուզել եմ հեծանիվ եկտակ եւ շորեն։ Ես քեզ ուզել եմ նկարչական պարավյաներ եւ տակ սիրուն շորեր։ Իսկ ես ուզում եմ ամեն ինչ։ Եվ մենք ասել ենք, որ մեզ խաղաղություն բերի։ Բետոնասաղ, ցուրտ, առանց փայտի չի լինի, ամենամեծ կարիքը այս պահին փայտն է, վթարային է շատ, քամի է, սաղ ոնց նա, այս մի քիչ վառարանը վառել ենք մի քիչ տաք, բայց որ բանը արդեն ամեն տեղից քամի է, ամեն տեղից, պլյուս տառականներ կան։ Սուսաննան խոհարարական դասերի է գնացել, ուզում է փոքրիկ բիզնես բացել, արտադրություն հիմնել, մտածում է արցախյան ուտեստներ պատրաստելու մասին։ Փոքրիկ բիզնեսը սկսելու համար գումարը դեռ չունի, բայց հմտությունները օր-օրի զարգացնում է։